Բաքվի բեմադրության վարակույրը կարող է փակվել միջազգային դատարանում։ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման շինծ ու դատավճռի դեմ գանգատն արդեն միեդում է։ Բաքվի դատարանն առանց որևէ փաստական ապացույցի Վարդանյանի բարեգործական ու առևտրային գործունեությունը որակել է որպես ահաբեկչության ֆինանսավորում։ Հրաժարվելով ադրբեջանական այս շոուից նախկին պետնախարարը պաշտպանների միջոցով պայքարը տեղափոխել է Ստրասբուրգ, արձանագրելով 8 հոդվածների խախտում։ Գանգատի շրջանակներում քննարկվել էր գերիների նկատմամբ վերաբերմունքի, նրանց ձերբակալման, կալանավորման առնչվող հարցեր։ Մենք ձեռնպահ ենք մնացել կրկնելու այն հարցերը, որոնք միջպետական գանգատի առարկա են, հույս ունենալով, որ պետությունը կշարունակի եւ կհասնի նաեւ այդ խմբերի իրավունքների խախտումների ճանաչման։ Մյուս գերիների գործերը նույնչափ աբսուրդային են։ Բաքուն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե հայ գերիներն իբր ունեն իրավական պաշտպանության միջոցներ։ Այդ նպատակով ադրբեջանական կողմի նշանակած հանրային պաշտպանները ձևական բողոքներ են ներկայացնում վերաքննիչ ատյաններ, առանց որևէ դատավճռին ծանոթ լինելու։ Իրավապաշտպաններն այս ամբողջ գործընթացը որակում են ֆարս եւ բացահայտ կեղծիք։ Բողոքները ներկայացվել են այն ժամանակ, երբ պաշտպանները անգամ չեն ունեցել հասանելիություն դատավճիռներին։ Բողոքարկումը տեղի ունեցել քաղվածքի հիման վրա, որը չի պարունակում որևէ տեղեկություն ապացույցների, դրանց գնահատման, դատանի կողմից հաստատված փաստերի վերաբերյալ։ Եվ սա արդեն իսկ ցույց է տալիս, որ բողոքարկումը եղել է ձևական։ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ միջազգային իրավապաշտպաններն ու գերիների ընտանիքների անդամները համակողմանի ներկայացրել էին խնդրի ամբողջ էությունը։ Թեև Եվրախորհրդարանն ունի հստակ քաղաքական դիրքորոշում, Բաքվի դատավարությունները որակելով շինծու, իսկ 2023 թվականի տեղահանությունը էթնիկ բնաջնջում, սակայն այս հարցն այլ խնդիր ունի։ Մինչև խորհրդարանը կոչ է անում անցնել կոշտ մեթոդների, Եվրահանձնաժողովը շարունակում է Բաքվի հետ երկխոսություն վարել, առաջնորդվել բացառապես տնտեսական եւ քաղաքական շահերով։ Մենք տեսնում ենք խզում Եվրոպական պարլամենտի եւ գործադիր մարմնի գործունեության միջև, երբ այս կարևոր օրենսդիր բարձր լեգիտիմություն ունեցող կառույցը արտահայտում է քաղաքական դիրքորոշում, սակայն հանձնաժողովը գործադիր մարմինը առաջնորդվում է տնտեսական եւ քաղաքական շահերով եւ Ադրբեջանի իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն է վարում համընկնող շահերը սպասարկելու նպատակով, այստեղ արդեն իսկ մենք տեսնում ենք գործելակերպի խզում։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու լիազորությունը Եվրախորհրդարանինը չէ։ Այդ որոշումները կայացնում է Եվրոպական հանձնաժողովը, որը փորձագետների գնահատմամբ իր քաղաքականությունը ձևավորելիս հաշվի առնում նաև տնտեսական շահերը։ Ես կանխատեսում չունեմ, որ պետությունը նոր գանգատներ կներկայացնի Ադրբեջանի դեմ, դրական կանխատեսում այն է, որ Հայաստանը պարզապես ձեռնպահ մնա այդ գանգատները հետ կանչելուց եւ մենք այս գործերով ունենանք միջազգային դատարանների գնահատականներ։ Կառավարությունը Փաշինյանի աշխատակազմին կհատկացնի 320 միլիոն դրամ միջազգային դատարաններում եւ արբիտրաժներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով, փաստաբանական եւ իրավաբանական ծառայություններ ձեռք բերելու համար։ Սակայն կառավարության որոշման հիմնավորումներից պարզ չէ, թե միջազգային որ գործերի շրջանակում են անհրաժեշտ այդ ծառայությունները։ Ավելին, որոշումը ներառում է նաեւ հույժ գաղտնի կետ, որի բովանդակությունը հրապարակված չէ։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։